Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն եմ։ Այսօր պատմելու ենք մի մարդու մասին, որը ծնվել է Լիբանանում, ապրել ու աշխատել աշխարհի տարբեր երկրներում, կրթական եւ հասարակական ոլորտներում ղեկավարել կարևոր ծրագրեր ու նախագծեր։ Մերձավոր Արևելքից մինչև Կանադա նրա ուղին կապված էր հայկական համայնքների զարգացման եւ մարդկանց կյանքում իրական փոփոխություններ խթանելու գաղափարի հետ։ Այսօր իր հարուստ կենսափորձը նա գործածում է Հայաստանում։ Ռաֆի Դուդակելյանն է իմ զրուցակիցը։ Պարոն Դուդակելյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնելով։ Շնորհակալություն դուք լավ եք հույսով եմ։ Լավ եմ, շնորհակալություն։ Այսօր խոսելու ենք ձեր կյանքի, գործունեության եւ իհարկե հայրենիք տեղափոխվելու մասին։ Պատրաստ եք։ Իհարկե պատրաստ եմ, համեցեք խնդրեմ, գնանք եւ սկսենք։ Պարոն Դուդակելյան, դուք ծնվել եք Լիբանանի Այնջար գյուղում, որը հայկականության եւ ազգային ավանդույթների առումով բավականին ճանաչված էր։ Ինչ հիշողություններ ունեք կապված ձեր ծննդավայրի հետ։ Մեր ծննդավայրը Այնջարը իմ եւ իմ ընկերների, դարիցների, ընտանիքիս մյուս անդամների համար ոչ միայն այդպես փոքր գյուղ ա եղել, որտեղ ծնվել, մեծացել ենք, դպրոց ենք գնացել, այլ նաեւ ինչ որ այդպես հնոց ա եղել, ինչ որ գործարան ա եղել ճագերտների մեջ, որտեղ հայրենասեր մարդիկ են մեծացրել։ Չնայած Շոպենհաուերը ասում է ծնվելուց 5 րոպե հետո որոշում են քո ազգությունը, քո գրոնքը, քո պատկանելիությունը եւ քո ամբողջ կյանքի ընթացքում դա բարդավոր ես դու պաշտպանել այդ բոլորը։ Մենք այդ 5 րոպեն չէ, մենք այդ ամբողջ կյանքը Անջարում անցկացրել ենք եւ իմ ամենամեծ հիշողությունը, որ ես ունեմ Անջարից, մեր ամեն տարվա Մուսալերան հերոսամարտին նվիրված միջոցառումներ, որ տեղի էր ունենում մեծ ժողովրդային հանդիսությամբ եւ այդ միջոցառման ընթացքին հրաբարակի վրա մի հատ մեծ բաստար էին դնում եւ այդ բաստարի վրա գրում էին մենք լերն ենք տակավին, թողի հետ կա թշնամին, մուսալերցիները գիտեք լեր են բարձրացել 45 օր ավելի պատերազմել են, դիմացել են, մինչև որ ֆրանսացիները փրկել են իրանց նավերով, այդ իմ մոտ այն դպավորություններ, որ մենք միշտ լերների վրա բայկարող ժողովուրդ պետք է լինենք եւ այդ ոգիով ենք մեծացել։ Եթե ինձ հարցնեն Անջարը քեզ ինչ ա տվել, կամ իմ շրջապատին, իմ ընկերներին, մեզ ինչ ա տվել Անջարը մեզ տվել է ապրելու, բայկարելու, դիմանալու, դիմագայելու այդ հոգեբանությունը եւ այդ հբարդությունը, որ մենք բայկարող զոր ժողովուրդ ենք։ Երկար տարիներ ապրել եք այդտեղ, բայց այնուամենայնիվ տեղափոխվել եք Կանադա։ Կպատմեք ձեր կյանքի այդ ժամանակահատվածի մասին։ Ինչ էիք փնտրում Կանադայում եւ արդյոք գտաք։ Ես Ամերիկա գնացի ուսանելու համար, թողեցի Լիբանանը, UCLA համալսարանը գնացի, այնտեղ ուսանելու եւ 8 տարի ապրել եմ Ամերիկայում եւ այդտեղ էլ Ամերիկայում էլ իմ միջավայրը շատ հայկական ա եղել, աշխատել եմ ասպարեզ թերթում, դպրոցներում, բանի Ամերիկայի Լոս Անջելեսի հայկական դպրոցներում եւ հետո 98-ին Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական դպրոցը Հոմի ամենօրյա վարժարանը դնորեն էր փնտրում, դնորենը հանգստյան էր անցել, արդեն թոշակի էր անցել այնտեղ եւ ես դիմեցի եւ ինձ այնտեղ տարին որպես դնորեն։ Եվ իմ առաջ, այսպես ասած, առաջադրանք կար, մինչև 8-րդ դասարան էր դպրոցը, մենք պետք է վերածեինք, այնտեղ ասում են high school, ավագ դպրոց, մինչև 13-րդ դասարանի։ 6 տարվա ընթացքում հաջողեցինք 8-րդից մինչև 13-րդ դասարան բարձրացնել դպրոցը, այսօր
Տորոնտոյի միակ հայկական դպրոցն է, ավելի քան 600-700 աշակերտներով, փայլուն աշխատանք է դանում այդ համայնքում, բայց ես իմ սիրտը ուրիշ տեղ էր, էլի, իմ սիրտը լեռներում էր, այս կողմի լեռներում էր, դրա համար այդտեղ չշարունակեցի։ Հենց դրա հետ կապված է իմ հաջորդ հարցը, թվում է թե արտերկրում ձեր թե անձի եւ թե մասնագիտության կայացման առումով որևէ խնդիր, որևէ խոչընդոտ չունեիք, բայց այնուամենայնիվ սկսեցիք մտածել Հայաստան տեղափոխվելու մասին։ Երբ որ մենք մեծանում էինք Լիբանանում, մանավանդ այն ժամանակ մեզ ասում էին, գիտեք ինչ, սա Լիբանանը մեր հյուրընկալ հայրենիքն է, մեր իսկական հայրենիքը Հայաստանն է։ Տենց բղադոնական սերով մենք Հայաստանը սիրում էինք առանց դեսած լինելու, պատկերներով, նկարներով, բաներով, անուններով, տասակրկերով հայկական դպրոց էինք հաջողում իհարկե, տասակրկերով սիրահարվել էինք։ Տենց ինչ ոնց որ մեկին կարելի է սիրահարվել առանց տեսնելու կամ մեկին ամուսնացնում էին, չէ՞, ժամանակին օրորոցում դեռևս, տենց մեզ ամուսնացրել էին հոգեբես Հայաստանի հետ, մենք սիրահարվել էինք Հայաստանի հետ առանց Հայաստան այցելած լինելու։ Հայաստանն առաջին անգամ այցելեցիք 1988 թվականին, այնուհետև Հայաստան տեղափոխվեցիք 2004 թվականին, մշտական բնակության։ Ինչով էր պայմանավորված այս երկար, այսպես ասած, հապաղումը։ Գիտեք, այն դարիներին ահավոր դժվար դարիներ էր, պատերազմի պատճառով լույս, ջուր չկար, կոր չկար, տնտեսական անգում էր, ահավոր վիճակ էր, այստեղ երբ որ իմ ընկերների հետ խոսում եմ, ասում են այդ մութ ու ցուրտ դարիներին մարդիկ այստեղից միայն գնում էին ցավոք եւ ոչ ոք չէր մտածում Հայաստանի գալու մասին, իսկ գնացողները շատ վատ բաներ էին խոսում, ընդհանրապես բացասական, բայց էլի մտքումս ոչ մի իմ որոշումից մեջ, որ ես Հայաստան պիտի վերադառնամ, ոչ մի բան չէր փոխվում, ես ընդամենը սպասում էի Բադե Հարիտին։ Այդ Բադե Հարիտը 2004-ին էր։ Որքանով էր Հայաստանը համապատասխանում այն պատկերացումներին, որոնք ձևավորվել էին ձեր մոտ նախքան երկրի հետ առնչվելը, արդյոք հիասթափության պահեր ունեցել եք այստեղ տեղափոխվելուց հետո։ Սփյուռքահայերը ինչ որ պատկերացում ունեն շատ իդեալական Հայաստանի մասին։ Հայաստան երկիր տրախտավայր, որ ասում են, երկում են մերոնք այստեղ կամ դրսում, մերոնք դրսում շատ լուրջի են վերաբերվել դրան, ուրեմն իրանք որ գալիս են, Հայաստանը մի հատ մեծ եկեղեցի է եւ ամեն ինչ սրբություն է ներսում, շունչը, օդը, ջուրը, մարդը, բայց Հայաստանը վերջը սովորում ենք, որ երկիր է, պետություն է, մյուս բոլոր պետությունների նման, իրա խնդիրներով, իրա հարցերով, իրա լավով, իրա վատով, մանավանդ տագնապահար երկիր է, պատերազմներ տեսած, տնտեսական անգում, երկրաշարժ, հազար տեսակ խնդիր, ակնկալել, որ Հայաստանը երկիր տրախտավայր է, դա մի քիչ ռոմանտիկ մոդեցում է, Հայաստանը երկիր է, մյուս բոլոր երկիրների նման, ոչ ավելի, ոչ պակաս, շատ ավելի խնդիրներով լեցուն, քանի որ իր երկրաշարժով, պատերազմներով, աշխարհագրական դիրքով հազար տեսակ մարտահրավերներ ունի, խնդիրներ ունի, շատ ավելի բարդ են այստեղ խնդիրները, ուրեմն պետք է մենք իրական ընկալենք։ Հայաստան տեղափոխվելուց հետո ո՞րն էր ամենադժվար խնդիրը, որին բախվել եք, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դուք Հայաստան եք տեղափոխվել եւ այստեղ ապրում եք ձեր ընտանիքով։ Տեսեք, ինձ համար ամենապարտ խնդիրները շատ կենցաղային խնդիրներ էին եւ մենտալիտետի հետ կապված խնդիրներ։ Օրինակ ինձ շատ բարգացում էր, շատ բարգացում էր, որ երբ որ ճանապարհ անցնելուց կանաչ լույս այդտեղ մարդը պիտի անցնի, ավտոները գալիս էին, հիմա փոխվել է իհարկե։ Կամ երբ որ հերթերը խանգարում էին, սենց բաները ինձ ավելի են նեղացնում, քան ասենք սդախոս քաղաքական գործիչը, խապեպան եւ այլն, որովհետեւ դրանք դրսում նաև կան այդ բոլորը, բայց գոնե մենք այդ հերթերը չէինք բանանում, խանգարում, կամ այդ ճանապարհին նորմալ էինք անցնում։ Իսկ ինչպես եք կարծում, այսօր ավելի շատ դուք եք փոխվել, թե հասարակությունը։ Երկուստեք կա փոփոխություն։ Ես նախ ավելի իրաբաշտ եմ դարձել, ավելի հասկանում եմ որտեղից են գալիս խնդիրները, ինչի էս խնդիրները կան,
ինչի դժվար է փոխվում, ինչի դարբեր են մեր մենտալիտետները, մեր մտածելակերպը, այդ բոլորը երբ որ հասկանանք, ավելի հանդուրժող ենք դառնում, ավելի ընդունող ենք դառնում եւ նաեւ փորձում ենք ավելի լավ լուծումներ առաջարկել, փոխանակ միայն քննադատել կամ նեղանալ կամ պարգանալ կամ չգիտեմ, հասարակությունն էլ ինքն էլ փոխվում է։ Պարոն Դուդակելյան, դուք եւ ձեր ընտանիքը երկար ժամանակ եղել եք Սփյուռքի մասնիկ որպես։ Հետաքրքիր է, ինչպես է գնահատում այսօրվա Սփյուռքի վիճակը։ Արդյոք ունենք այստեղ հրատապլուծում պահանջող խնդիրներ։ Սփյուռքը նախ հայ մնալու խնդիր ունի։ Այսինքն շատ ավելի բարդ է այնտեղ հայ մնալը։ Սա ամենահրադապ խնդիրն է։ Երկրորդ խնդիրը, որ թե Հայաստանում մենք Սփյուռքը լավ չենք ճանաչում, Սփյուռքն էլ Հայաստանը իր հրադապ խնդիրներից մեկն է Հայաստանը ճանաչել այնպես ինչպես որ է, ոչ թե այնպես ինչպես որ ինքը երազում է, որ Հայաստանը ինչ պիտի լինի։ Հայաստան տեղափոխվելիս ո՞ր գործոններն են առավել կարևոր։ Ֆինանսական, մասնագիտական, հոգեբանական։ Երեքն էլ կարևոր են, բայց եթե հերթականությամբ բան անենք, ֆինանսականը կարևոր է, չի կարելի մի տեղ գնալ եւ սոված ապրել, էլի մարդ կարող է բادرազներին դիմանալ, բայց սովին դժվար մարդ կարողանա դիմանալ, կամ անկորձություն լինի, կամ վերջավորության ոնց այդ մարդիկ իրանց կյանքը առաջ պիտի տանեն։ Ֆինանսականը մասնագիտականի հետ կապ ունի, ուրեմն այդ երկուսը կարող ենք իրար կապել, եւ հոգեբանականը, պետք որևէ մարդ, որևէ երկիր որ տեղափոխվում է, էլի հոգեբանորեն եթե դու պատրաստ ես, այն ժամանակ այդ ներսովետական տեղափոխությունն էլ կարող խնդիրներ լինի։ Ամերիկա տեղափոխվելիս կամ եվրոպական բան անցնում ենք, չէ՞, այդ գուլդուրական շոկից ենք անցնում եւ այլն։ Ուրեմն հոգեբեսել, հոգեբանորեն էլ պետք է լավ պատրաստված լինել։ Պարոն Դուդակելյան, դուք եւ ձեր ընտանիքը արդեն շուրջ 22 տարի է ապրում եք հայրենիքում։ Հետաքրքիր է, այսօր կարող ենք արդեն ասել, որ դուք ձեզ հայաստանյան հասարակության լիարժեք անդամ եք զգում եւ որ գործոններն են նպաստել հանրային նոր միջավայրին հարմարվելուն։ Լիարժեք անդամ, այո, զգում եմ ես ինձ Հայաստանում, իսկ ինչ գործոնները դրան հասցրել են, երևի մի քանի բան, որոնցից ամենն առաջինը պատրաստական պետք է լինել, անհատապես պատրաստական պետք է լինել, որ մենք այս հավաքականության մեջ պետք է մերվենք, պետք է հասկանանք, պետք է ինտեգրվենք։ Երբևէ մտածել եք Հայաստան տեղափոխվելուց հետո ինչն է փոխվել ձեր մեջ։ Մտածելակերպը, գուցե բնավորությունը, ապրելակերպը, ինչից եք հպարտանում եւ ինչն է ձեզ մոտիվացնում այստեղ։ Շատ բան է փոխվել, նախ ընկալումը հայրենիքի, մարդահրավերների հասկացողությունը մեր շուրջ եղած, Սփյուռքում շատ չեմ պատկերացնում այստեղի խնդիրների էության մասին։ Գիտեն որ խնդիրներ կա, այդ բոլորը նախ արդեն իմ մեջ փոխվել է, որ ես ոնց եմ ընկալում այդ խնդիրները, ոնց եմ հասկանում։ Եվ այդ ընկալումը փոխում է իհարկե նաև քո մոտեցումները, գարձիկը Հայաստանի հանդեպ, Հայաստանի ժողովրդի հանդեպ։ Դա մեկ, երկրորդ ահագին բան կա սովորելի քեզ երկրից։ Ամեն մեկ երկիր որ տեղափոխվում ես, ահագին բան սովորում ես այդ նոր միջավայրից։ Ես բաց եմ հիմա ավելի շատ սովորելու, օրինակ իմ շրջապատից, քան պատկերացնում էի, ավելի հասուն հայ ենք դառնում, քաղաքականորեն ավելի շրջահայաց եւ ավելի իրադես ենք դառնում։ Պարոն Դուդակելյան, դուք միշտ տարբեր ժամանակներում բավականին բարձր եւ պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել։ Այսօր դուք ղեկավարում եք World Vision Հայաստան երեխաների պաշտպանության բարեգործական հիմնադրամը։ Ինչու ընտրեցի գործունեության այս բնագավառը։ Տանյացիները այստեղ ծրագիր էին անում, առաքելություն արևել կազմակերպություններ, գրթական բարեփոխումների
ներառական գրթության, հաշմանդամության իրավունքների պաշտպանության եւ քանի որ գրթության հետ էր առնչված, ինձ առաջարկեցին որ կամ եւ ղեկավարեմ այդ ծրագիրը։ Եկա եւ սկսեցի աշխատել բարեգործական կամ այսպես ասած զարգացման գազམ་ագերբությունների հետ եւ եկա այդպես Հայաստան բադահականը սկսեցի եւ ամբողջությամբ գլանվեցի այսպես ասած այդ գործերով։ Դրանից հետո աշխատել եմ Թուֆենկյան հիմնադրամում, բարեգործական հիմնադրամում եւ հիմա արդեն World Vision հիմնադրամում։ Որն եք համարում World Vision-ի հիմնական ձեռքբերումը։ World Vision-ի հիմնական ձեռքբերումը այն է, որ մեծ ներդրում է ունեցել թե օրենքների բարեփոխման, թե պետության հետ համագարկերի բարեփոխման, թե երեխաներով սպառվող գազམ་ագերբությունների հզորացման եւ համագարկային փոփոխությունների առումով երեխաները եղել են կենտրոնում եւ մեծ փոփոխություններ է իրականացրել երեխաների կյանքում, թե անհատական մոտեցումներով եւ թե համագարկային փոփոխություններով։ Քանի որ դուք արդեն երկար տարիների փորձ ունեք բարեգործական ոլորտում, չեմ կարող չհարցնեմ, ինչ է ձեզ համար բարեգործությունը։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ այս երևույթը մեզանում գտնվում է որոշակի տրանսֆորմացման փուլում։ Հիմնական աշխատանքը, որ ես համարում եմ բարեգործություն, այդ գալիս է հին ասացվածից, ոչ թե ձուկ տվեք, այլ ձգնորսություն անել սովորացրեք, եւ դա բոլոր ոլորտներում, ոչ թե միայն առօրյա հաց վաստակելու, այլ նաև խնդիրներ լուծելու, կրթական խնդիրներ լուծելու, առողջապահական խնդիրներ լուծելու, քաղաքացիների կյանքը բարեփոխելու, բարելավելու նպատակով։ Սոցիալական, հոգեբանական, ինչ թիրախային խնդիրներ եք հաշվի առնում ընկերության երկարաժամկետ ռազմավարության ծրագրեր մշակելիս։ Մեր նպատակը ամենայն խոցելի երեխաների եւ իրենց ընտանիքների եւ իրենց միջավայրին հասնել, օգնել եւ իրենց կյանքը բարեփոխել է։ Դա մեր երեխան մեր բանի կենտրոնն է, մեր նպատակի ամենակենտրոնում է եւ երեխայի շուրջ ինչ որ գա։ Գումարած դրան մենք աշխատում ենք համայնքին հետ, մենք աշխատում ենք փոխել միջավայրը դրա։ Ամբողջ միջավայրին հետ, նաև պետության հետ, որ օրենքներն էլ բարեփոխվեն, պետության ծառայությունները բարեփոխվեն եւ համագարկը ամբողջ բարեփոխվի։ Այդ առումով մեր ռազմավարական նպատակը այն է, որ ամեն ինչ բարեփոխել երեխայի իրավունքների կրթական իրավունք, առողջապահական իրավունք, որևէ խաղաղ ապրելու իրավունք ամբողջությամբ բարեփոխվելու համար երեխան լինելով մեր ուշադրության կենտրոնում։ Դուք եք գտնում այդ երեխաներին, թե երեխաներն են գտնում կազմակերպությանը։ Սկիզբը մենք, երբ որ մենք եկել ենք Հայաստան մոտավորապես 37-38 տարի առաջ, իհարկե ոչ ոք չի իմացել, որ World Vision անունով կազմակերպություն կա։ Մենք ենք գտել երեխաներին, գնացել ենք համայնքներ, համայնքապետերի հետ, դպրոցների տնօրենների հետ, հիվանդանոցների հետ եւ այլն, պետության տարբեր գրասենյակների հետ աշխատել ենք, գտել ենք այդ երեխաներին եւ ժամանակին մենք ունեցել ենք 37000 երեխա, որ հովանավորվել է մեր կազմակերպության կողմից եւ պետությունը իհարկե գնահատել է մեր աշխատանքը։ Այս շենքը, որ տեսնում եք, մեզ պետությունն է դրամատրել, որ մենք այստեղից կանք տեղավորվենք եւ մեր աշխատանքները ղեկավարենք տարբեր դեղերում գրասենյակներ են դրվել մեզ։ Մենք վերջավորության նաև պետք է անպայման շեշտեմ քրիստոնեական արժեքներով ղեկավարվող կազմակերպություն ենք եւ այդ քրիստոնեական արժեքները մեր այդ լույսն են, որ մեզ առաջնորդում են, էլի։ Այսօր կազմակերպությունը ավելի շատ կենտրոնացված է մարզերում, թե մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի վրա։ Հետաքրքիր հարցում է, բացատրեմ, որ մենք ամենտեղ ենք։ Այն ծրագրերը, որոնք ուղղվել են համագարկային բարեփոխումների, օրինակի համար մենք երեխաների իրավունքների պաշտպանության համար աշխատել ենք եւ աշխատում ենք օրենքների բարեփոխման համար, դա դերի ունենում մայրաքաղաքում, բայց ամբողջ Հայաստանի համար է։ Օրինակ մենք աշխատում ենք հաշմանդամության խնդիրների լուծման համար, համագարկային խնդիրների լուծում գտնել, դա դերի ունենում մայրաքաղաքում, բայց նաև մենք աշխատում ենք հաշմանդամության խնդիրներով սպառվող տեղական հասարակական կազմակերպությունների հետ, որ Գյումրիում են, Դավուշում են եւ այլն, Արմավիրում, այստեղ, ուրեմն նաև շրջաններում ենք։
Ունենք կենտրոններ 6 շրջաններում՝ Գաբանում, Սիսիանում, Ազադամուտում, Դավուշ, Վարդենիսում, Գեղարքունիք, Թալինում եւ նաեւ Ալավերդում, որտեղ ամեն օր հարյուրավոր երեխեք գալիս են եւ սոցիալ, հոգեբանական եւ այլ օգնություն են ստանում, ծառայություններից են օգտվում մեր դրամատրած։ Սին չգիտեմ որտեղից սկսեմ, որտեղ ավարտեմ։ Սա այսօրվա աշխատանքներ, նախկինում էլ ասեցի արդեն, որ հակին 37,000 երեխեքի եւ իրենց համայնքների հետ ենք աշխատել։ Պարոն Դուդակելյան, խոսենք նաև միջազգային համագործակցության մասին։ Ունեք ծրագրեր, որոնք իրականացնում եք միջազգային գործընկերների հետ միասին։ Իհարկե, նախ ասեմ, World Vision-ը 100 երկրներում է, մոտավորապես 30,000 ավելի աշխատող ունի այս երկրներում, 3 միլիարդ դոլարից ավելի բյուջե ունի բոլորը միասին արած, եւ մենք օրինակի համար World Vision-ի միջազգային գրասենյակների հետ Ամերիկա, Ֆրանսիա, Նեդերլանդներ եւ այլն աշխատել ենք, իրանք մեր ծրագրերի մի մասը իրանք են բանարել, ֆինանսավորել, աշխատում ենք Եվրոպական միության հետ, աշխատել ենք Ամերիկայի հետ, աշխատել ենք Շվեյցարիայի հետ, ոչ թե կառավարությունների հետ, այլ իրենց միջազգային օգնություն դրամատրող կառույցների հետ, աշխատել ենք Գերմանիայի հետ եւ աշխատում ենք մինչեւ այսօր եւ նրանց հետ երկար տարիներ եւ ոչ միայն Հայաստանում միջի այլոց, այլ աշխարհով մեկ։ Մի փոքր փակագծերը բացենք նաև առաջիկա ծրագրերի մասով։ Ունեք մշակած ռազմավարություն առաջիկա տարիների համար։ Ունենք մշակած ռազմավարություն, մենք մեր ռազմավարությունը քանի տարին մեկ բանի ենք երթալարվում, վերադեսության ենք ընթարկում, ըստ կարիքների, ստեղծված իրավիճակի, մենք ուզում ենք աշխատել սահմանային գյուղերում, որտեղ գարիկները շատ ավելի են, ուզում ենք հասնել այն երեխեքին, որոնք բավական, այսպես ասած, հեռու են ծառայություններից, հեռավոր շրջաններում են ապրում, պետք է նրանց կարողանանք իրավունքների պաշտպանության համար համապատասխան աշխատանք իրականացնել եւ ուզում ենք աբակային անել այնպես, որ Հայաստանում ոչ մի գարիկավոր երեխա չլինի։ Հիանալի է։ Պարոն Դուդակելյան, այսօր արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնք անընդհատ մտածում են հայրենիք տեղափոխվելու մասին, սակայն ինչ-ինչ գործոններով պայմանավորված չեն համարձակվում այդ որոշումը կայացնել։ Հաշվի առնելով ձեր փորձը, ձեր անցած ճանապարհը, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Ամերիկայի նախագահներից Ուիլսոնն ներկայացնում ասել է, վախից ուրիշ բանից վախենալու գարիք չկա, էլի բան պետք չկա։ Միակ բանը, որ քեզ կանգնեցնում է, վախն է։ Ուրեմն միայն վախից վախեցեք, ուրիշ բանից մի վախենակ։ Նախ պետք է հաղթահարել այդ հոգեբանական բարիերը, այդ որ կա, որ ուրիշ աշխարհը լավ է, վատ է, էսա, այնա, չվախենալ առաջին։ Երկրորդ, ամեն մեկ մասնագիտություն Հայաստանում կարող է արժեք ստեղծել։ Հբարդը սկալ, որ իրանք կարող են արժեք ստեղծել Հայաստանում, ինչպես որ իրանք միջավայրում են ստեղծում մարդիկ։ Հայաստանում կյանքը ամեն օր բարեփոխվում է, հակառակ դժվարություններին, հակառակ այն վիճակին, որ ամբողջ աշխարհը այս մեր տարածաշրջանն է հայտնվել, կյանքը բարեփոխվում է 20 տարի առաջ շատ ավելի վատ էր իրավիճակը կենցաղային առումով, սոցիալ-տնտեսական առումով, քան այսօր։ Ուրեմն նաև հնարավորություններն են շատացել։ Եթե մարդ կարողանում է Սիրիայի պատերազմից փախնել, գնալ, չգիտեմ, Կանադա, զրոյից սկսել, կյանք ստեղծել, եթե այդ կամքը, այդ ճարբիկությունը, այդ խելքը եւ այդ մասնակցությունը ունի, նույնն կարելի անել այստեղ։ Մեր նախնիները ցեղասպանությունից են բրծել, ոչ մի բան չեն ունեցել, զրոյից դարձել են այդ երկրի քաղաքացիների ամենամեծ արժեք ստեղծող համայնքներից մեկը Սիրիայում, Լիբանանում, այստեղ, այնտեղ նույնը կարելի անել հայերում, Հայաստանում, հայերով միասին։ Ուրեմն իմ խորհուրդը սենա, որ որոշում եք, ձեր որոշման դերն եք կանգնում եւ իրականացնում եք ամեն ինչ, որ տնում եք ձեր մտքում։ Շնորհակալություն գեղեցիկ կարևոր խորհրդի եւ հետաքրքիր ու հաճելի զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ եւ հաջողություն ձեր ապագա աշխատանքներին։
Հայաստանում Ռաֆիդ Ուդագլյանի գործունեությունը ցույց է տալիս, որ հայրենիքի հետ կապը չի սահմանափակվում միայն ծագմամբ ու գենետիկ հիշողությամբ։ Այն նաև պատասխանատվություն է լինել այնտեղ, որտեղ քո աշխատանքը կարող է նպաստել մարդկանց ու հասարակության կյանքի բարելավման ու ապագայի ձևավորմանը։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Առջևում դեռ շատ հետաքրքիր եւ ոգևորող պատմություններ են սպասվում։ Կհանդիպենք։